Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր մարտի 24։ Խաղաղությունը և Սուրբ Հոգին։ Ում է Տեր Հիսուսը տալիս իր խաղաղությունը։ Դուք կարող եք մտածել, ես արժանի չեմ ապրելու Քրիստոսի խաղաղության մեջ, ես շատ պայքարներ ունեմ իմ կյանքում, իմ հավատքն այնքան տկար է։ Եթե խորհեք այն մարդկանց մասին, ում Տեր Հիսուսն առաջին անգամ իր խաղաղությունը տվեց, կտեսնեք, որ նրանցից ոչ մեկն արժանի չէր դրան և ոչ ոք դրա իրավունքը չուներ։ Խորհեք Պետրոսի մասին։ Տեր Հիսուսը պատրաստվում էր իր խաղաղությունը շնորհել ավետարանի սպասավորին, ով շուտով պետք է ուրանար իրեն։ Պետրոսը ջերմեռանդ էր Քրիստոսի հանդեպ իր սիրո մեջ, բայց դրա հետ մեկտեղ ուրանալու էր նրան։ Նրանց մեջ էին նաև Հակոբը և նրա եղբայր Հովհաննեսը, մրցակցային ոգով տղամարդիկ, ովքեր ձգտում էին ճանաչման։ Նրանք խնդրեցին նստել Հիսուսի աջ ու ձախ կողմում, երբ նա փառքով նստի իր գահին։ Մյուս աշակերտներն էլ արդար չէին։ Նրանք զայրույթից խեղդվում էին Հակոբի և Հովհաննեսի հանդեպ, որոնք փորձում էին բարձրացնել իրենց։ Կարդով մասը, Աստծո մարդը, ում պատել էր կասկածը։ Բոլոր աշակերտներն այնքան հավատի պակաս ունեին, որ դա զարմացնում էր Տեր Հիսուսին։ Իսկապես, Քրիստոսի ամենադժվար ժամին բոլորը թողեցին նրան և փախան։ Նույնիսկ հարությունից հետո, երբ լուրը տարածվեց, որ Հիսուսը հարություն է առել մեռելներից, աշակերտները դժվարությամբ էին հավատում։ Եվ ահա պատկերը. այս տղամարդիկ լի էին վախով, անհավատությամբ, անմիաբանությամբ, տխրությամբ, շփոթմունքով, մրցունակությամբ և հպարտությամբ։ Սակայն հենց այսպիսի ծառաներին Տեր Հիսուսն ասաց. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ», և այդպես էլ եղավ։ Աշակերտները ընտրված չէին, որովհետև նրանք լավն էին, արդար կամ տաղանդավոր, նրանք ձկնորսներ և բանվորներ էին։ Խոնարհ և հեզ Քրիստոսը կանչեց և ընտրեց աշակերտներին, որովհետև ինչ-որ բան տեսավ նրանց սրտում։ Նա գիտեր, որ նրանցից յուրաքանչյուրը հնազանդվելու է Սուրբ Հոգուն։ Ուրեմն խնդրենք Տիրոջը նրա խաղաղությունը, քանի որ նա հավատարիմ է, այն մեզ տալու իր Սուրբ Հոգու միջոցով։